Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, այսօր ես ուզում եմ մի փոքր խոսել հոգեբանությունից, էկրանների վրա տեսնում եք մանիպուլյացիաներից, որը շատ կարևոր կլինի, որ յուրաքանչյուր իմ հետևորդ այս մասին հասկանա, հա։ Երբ մարդիկ բախվում են մանիպուլյատորների և անազնիվ մրցակիցների ամենամեծ սխալը, այստեղ նրանց կանոններով խաղալն է, այսինքն իսկական հոգեբանական խորամանկությունը ոչ թե այստեղ նրանց պես վարվելն է, այլ նրանց քեզ վրա ունեցած ազդեցությունը չեզոքացնելն է։ Ահա թե ես ինչպես կարող եմ սա բացատրել ձեզ յունգյան շնչով, յունգյան հայացք, բոլորդ էլ գիտեք, հա, ով է Կարլ Յունգը, այստեղ ստվերի հետ աշխատանքը Կարլ Յունգի հայացքներում ինքը կարող էր ասել, որ այն ինչ մեզ գրգռում է ուրիշների մեջ, կարող է մեզ տանել դեպի ինքներս մեզ հասկանալուն, հա։ Այսինքն այստեղ ռազմավարությունը, եթե մրցակիցը քեզ համարում է խոչընդոտ, նա ինչ կարող է անել, նա քո վրա միգուցե պրոյեկտում իր սեփական վախերն ու անինքնավստահությունը կարող է, հա, թույլ տալ, խորամանկությունը նրա, այստեղ խորհուրդ կտամ չհերքեք նրանց պատկերացումները, թույլ տաք նրանց մնալ իրենց պրոյեկցիաների մեջ, և երբ այստեղ մարդը կենտրոնացած է քեզ հաղթելու վրա, նա կորցնում է կապը իր սեփական զարգացման հետ, և այստեղ քո լռությունը և սառնասրտությունը նրանց համար կարող է դառնալ հայելի, ինչպես ես միշտ բոլորիդ մոտ ասում եմ, հա, այս բառերը, որտեղ նրանք կարող են տեսնել իրենց տագնապը և արտացոլանքը։ Հաջորդը դա էմոցիոնալ, հա, այսինքն ուժի շրջանցումն է, պրոֆեսիոնալ հոգեբանը ընդհանրապես կարող է խորհուրդ տալ չմտնել, հա, ուղիղ կոնֆլիկտի մեջ, այսինքն դա կարող է կապ ունենալ, ինչպես տեսնում ենք, տեղեկատվական, հա, դաշտում, որովհետև մանիպուլյատորը սնվում է քո արձագանքների, կարելի է ասել, արձագանքներից, այստեղ դուք պետք է խորամանկեք դառնալով կանխատեսելիորեն անհետաքրքիր, տաք նրանց այնքան քիչ էմոցիաներ, տեղեկատվություն, որ նրանք չկարողանան կառուցել իրենց հաջորդ քայլը։ Եվ այստեղ ռազմավարական թափանցիկությունն է, երբեմն ամենամեծ կարող եմ ասել այս խորամանկությունը բացարձակ պարզություն է, հա, երբ նրանք կարող են սպասել դավադրություն, դուք պետք է խոսեք փաստերով և ուղղակի, դա կարող է շփոթեցնել նրանց, ովքեր սովոր են միայն կեղտոտ խաղերի։ Երրորդը դա իմաստության հետ կապ ունի, այսպես են ասում, հա, ծերունու դիրքորոշումը, որովհետև Յունգը ասում էր, որ այսինքն շեշտում էր ինդիվիդուացիայի, այսինքն ինքնիրացման կարևորությանը, ասում էր, որ ես այն չեմ, հա, ինչ պատահել է ինձ հետ, ես այն եմ, ինչ ընտրել եմ դառնալու։ Իսկ այստեղ մենթալ դիրքորոշումը չպետք է մրցեք նրանց հետ նույն հարթության վրա, իջնեք նրանց մակարդակին, եթե նրանք խաղում են ով ումից, հա, կարող է գցել դաշտում, դուք այստեղ պետք է տեղափոխվեք, ով ավելի որակյալ արդյունք կտա կամ, հա, այս դաշտում։ Նրանց հենց ամբողջ զինանոցը կարող է դառնալ անօգտակար, քանի որ թիրախային կարող են անհետանալ։ Գործնական քայլեր այդպիսի մանիպուլյացիաները կոտրելու համար ես խորհուրդ կտամ, ասենք թե եթե իրավիճակն այնպիսին է, մանիպուլյացիայի պատկերի մասին եմ խոսում, այստեղ ձեր պրոֆեսիոնալ պատասխանը շատ կարևոր կլինի, կարող է լինել սադրանք, զայրույթի կամ ինչ-որ արդարացման հետ կապված, այստեղ լռեք, վայրկյանավել, քան պետք է, դա որովհետև կարող է խլել նախաձեռնությունը։ Անազնիվ քայլը սա քո հակահարվածը նույն ոճով, այսինքն հարցադրում է գալիս, հա, այստեղ արդյոք ճիշտ եք հասկանում, որ ձեր նպատակն այս պահին X, հա, արդյունք է,
կարող եք մերկացնել նրանց մետադրությունը հանգիստ հարցով եւ ձեր մեկուսացումը, այսինքն այստեղ ռադիկալ ինքնավստահություն պետք է լինի, դուք շարունակեք փայլել ձեր գործում, այստեղ հաջողությունը կարելի է ասել ձեր լավագույն վրեժը կարող է լինել։ Երբ մենք խոսում ենք Յունգի լեզվով, այստեղ մարդ պետք է դառնա իր սեփական ամրոցի տերը եւ ինչն է հետաքրքիր, այստեղ երբ մարդու ներքին հավասարակշռությունը կախված չի, նրանց խաղերից, նրանք կարող են դառնալ ընդամենը աղմուկի ֆոնի վրա։ Ես կուզեմ մի փոքր խորանանք, պատրելով հենց մանիպուլյացիայի տեսանելի շերտը եւ հասնելով մարդկային, հոգեբանության այն մութ անկյուններին, որտեղ հենց ծնվում են մարդու մոտ նախանձն ու մրցակցությունը։ Որպես ձեր ուղեկից այս մենթալ լաբիրինթոսում ես մի փոքր ձեզ համար կբացեմ այս դռները։ Եթե Յունգը, խոսքի օրինակ, նայեր ձեր հակառակորդներին ոչ թե որպես թշնամիների, այլ որպես չիրացված ստվերների, ահա թե ինչպես կարող ես դու, նա կարող էր ձեզ բացատրել, հաղթել նրանց առանց նրանց մակարդակին իջնելու, ցածր այդ էժանագին մանիպուլյացիաներին համեմատվելու համար։ Դուք այստեղ առաջինը պետք է դառնաք անկոտրուն հայելի, այսինքն մանիպուլյատորը սովոր է, որ իր զոհը կամ պաշտպանվում է կամ հարձակվում, երկուսն էլ նրան սնում են։ Այստեղ խորամանկությունը կայանում է նրանում, որ դուք դադարում եք լինել թիրախ եւ դառնում եք հայելի։ Մենթալ դիրքը, այստեղ երբ նրանք փորձում են ձեզ սադրել կամ խոչընդոտել, պետք է նայեք նրանց աչքերին ոչ թե ապելությամբ, այլ հետաքրքրասիրությամբ, ինչպես կենսաբանը, ուսումնասիրեր մի միջատի։ Արդյունքը կարա լինի, որ նրանք կարող են զգալ, որ իրենց թույնը չի ներթափանցում քո մեջ, այլ անդրադառնում է ու հարվածում իրենց իսկ ինքնասիրությանը։ Սա հենց կոչվում է հոգեբանական ինդիֆերնետություն, այսինքն անտարբերություն։ Ոչինչ այնքան չի հունից հանում մանիպուլյատորին, որքան այն փաստը, որ նա այլևս չի կարողանում կառավարել ձեր կամ իմ այն մյուսի էմոցիաները զոհ խաղալով, որ ինքն է զոհը, պետք է օգտագործեք նրանց պրոյեկցիան որպես թակարդ, այսինքն Յունգը ինչ է սովորեցնում, սովորեցնում է, որ մարդիկ ատում են ուրիշների մեջ այն, ինչ չենք ընդունում իրենց մեջ, եթե նրանք քեզ տեսնում են որպես կոնկուրենտ կամ շատ լավը կամ լույս, նշանակում է նրանք արդեն ներկուստ ընդունել են քո առավելությունը։ Այստեղ խորամանկությունը, դուք պետք է թույլ տաք նրանց հավատալ, որ իրենց խաղերն աշխատում են, խաղը, մի փոքր թույլի կամ անտեղյակի դերը այս հարցերում, որոնք ձեր համար կարևոր չեն։ Թող նրանք կորցնեն իրենց զգոնությունը, կարծելով, թե ձեզ հաղթել են փոքրիկ ճակատամարտում, իսկ ռազմավարությունը, մինչև նրանց զբաղված կարող են լինել իրանց այդ փոքրիկ հաղթանակը տոնելով, դու կառուցում ես քո հիմնական հաղթանակի հիմքերը, իսկական ուժը այստեղ լուռ է։ Մենթալ ստվերի ինտեգրումն է, երկրորդը դա մաքուր ու բարի լինելը լավ է, այլ ոչ թե ատել, դեգրադացնել եւ այլն, բայց այդպիսի մարդկանց դեմ պայքարում դու պետք է ճանաչես քո սեփական ստվերը, այսինքն քո ներքին ագրեսիան, խորամանկությունը եւ սառնասրտությունը, որովհետեւ այստեղ ծառը չի կարող հասնել երկինք, եթե նրա արմատները չեն հասնում դժոխք, դա ասել է Կարլ Յունգը։ Ինչպես դա անել, մի վախեցեք ձեր սառնասրտությունից, նրանք խաղում են անազնիվ քո սառնասիրտ լռությունը պետք է լինի ոչ թե թուլություն, այլ կանխամտածված զենք։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես խայթել, բայց ընտրեք դա չանելը։ Այս ներքին գիտակցված ուժը կարող է ստեղծել մի այնպիսի աուրա, որը
հա, որը մանիպուլյատորները զգում են կենթանական բնազդով եւ սկսում են վախենալ քեզանից։ Հաջորդը դա կարող եք տեղափոխել խաղը արժեքների դաշտ, անազնիվ մարդիկ, որովհետեւ վազում են կարճաժամկետ օգուտների հետևից, հա, եւ այստեղ նրանց մտածողությունը 100% սահմանափակ է։ Հնարքի ինչպեսին կարող է լինել, երբ նրանք փորձում են քեզ ներքաշել կոնֆլիկտի մեջ, պրովոկացիաներ անել, բարձրացրեք խոսակցության մակարդակը, խոսեք սկզբունքներից, ընդհանուր տեսլականից, մարդկային արժեքներից։ Իսկ ինչու է դա աշխատում, այստեղ մանիպուլյատորը չունի բարոյական ոչ մի հենարան, երբ դու խոսում ես բարձր արժեքներից, նա իրեն գրում է, կարող է զգալ մերկ ու փոքր, եւ դու նրան հանում ես իր հարմարավետության գոտուց, այսինքն ցեխից, եւ տեղափոխում միտեղ, որտեղ նա կարող է շնչահեղձ լինել։ Ձեր հիմնական մենթալ զենքը նա է, որ դուք չփորձեք նրանց հաղթել, փորձեք նրանց գերազանցել, եւ այստեղ նրանք քո ճանապարհին հայտնված քարեր կարող են լինել, որոնք ոչ թե պետք է կոտրել, դա որովհետև ժամակատար կարող է լինել, այլ որոնց վրայով պետք է քայլել ավելի վեր բարձրանալու համար, աշխատել գլուխը կախ, այո, եւ երբեք չհավասարվել նման երևույթներին, ովքեր զոհ են խաղում եւ դուք կարող եք լինել այդ մարդկանց զոհը։ Իմ խորհուրդը սա է իմ լսարանին, որպեսզի զգոն լինեք, որպեսզի զգուշ լինեք եւ չմտնեք ուրիշի կեղտոտ խաղերի մեջ, մանիպուլյացիաների մեջ, որը մեծ թակարդ կարող է լինել եւ դա կարող է ձեզ բերել հոգեբանական վախերի, պրոբլեմների եւ այլը։ Կարծում եմ այսքան փոքրիկ տեսանյութը ձեզ համար շատ կարեւոր է, որպեսզի իմ բոլոր հետևորդները այս ամենից տեղյակ լինեն եւ ճիշտ օգտագործեն իրենց էներգիաները ոչ մի էմոցիա չտալով, սառնասրտորեն ամեն ինչ հասկանալով եւ գործելով։ Այսօր այսքան է, իմ սիրելի հետևորդներ, մաղթում եմ բոլորիդ լավ օր, լավ տրամադրություն։ Ձեզ հետ Ինարա, վեդայական տարո թվահոգեբաններ։ Եղեք հաջողակ եւ երջանիկ։ Այսօր այսքանը։